2022 թվականին Միսուրի նահանգի բնակիչ Դուեյն Հանեսը 390 կիլոգրամանոց դդմից պատրաստեց նավակ և անցավ 61 կիլոմետր Միսուրի գետի երկայնքով։ Այս փաստը գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում, իսկ նավակի անունն էր SS Bertha։ Բարի օր, այսօր առաջարկում եմ միասին պատրաստենք դդմով խյուսապուր։ Գործի ենք դնում տախտակը։ Եվ սկսում ենք սոխերացից։ Կաթսայի մեջ լցնում ենք բուսայուղ, մերձնում ենք 2 միջին չափի գլուխ սող, կտրատում ենք, մանր ենք կտրատում, որ արագ եփվի, իսկ չափը կապ չունի, որովհետև ավելի ուշ նրան խյուսի ենք վերածելու։ Սոխը անմիջապես համեմում ենք Մառանիկ ընկերության 3 համեմունքներով, դրանք են սոդա, աղ և շաքարավազ։ Դա անում է, որպեսզի սոխը հալվի։ Կավելացնեմ նաև մի փոքր քրքում։ Ապուրին կծվություն կհաղորդեմ չիլի պղպեղով։ 1 փոքր չիլի պղպեղ դուք կողքնա մի խանգարի։ Կտրատում ենք օղակների։ Առաջարկում եմ ապուրի մեջ օգտագործել նաև գազար։ Վերցնում ենք 1 միջին չափի գազար և կտրատում ենք միջին չափի։ Բացի դդմից օգտագործվող բանջարեղենը ընդամենը լրացնում են, այսինքն հարստացնում են ապուրի համը։ Կծու պղպեղ օգտագործել եմ, իսկ ինչու չօգտագործենք նաև քաղցր։ Արի դու այստեղ 1 քաղցր պղպեղ ենք վերցնում և կտրատում նույն կերպ միջին չափի։ Հասանք օրվա հերոսին, դա դդումն է։ Սա մոտավորապես 2.5 կիլոգրամ է, կվերցնեմ սրա 700 գրամը։ Այսպես դնում ենք, որ երկար ապրի դդումը, շուտ չփչանա։ Կլպում ենք։ Կտրում ենք տափ հողակների նախ,
Հետո խորանարդիկների։ Համեմ ենք ապուրը։ Իհարկե համեմել արդեն սկսել ենք։ Այնտեղ աղ շաքարավազ ենք արել։ Այժմ ավելացնում ենք 25 գրամ կարագ։ Խոզապուխտ, ավելի ճիշտ բեկոն, 1, 2, 3, 4, 5 շերտ բեկոն, կտրատում ենք ձողիկների և գցում ենք կաթսայի մեջ։ Մոտ ավելացնում ենք նաև ապխտած պապրիկա։ Դդմի հետ համահունչ է նաև այն համեմունքը, որը հիմա կառաջարկեմ։ Դա մշկնկույզն է։ Մի պտղունց քերում ենք վրան։ Սա էլ արեցինք։ Ավելացնում ենք եռացրած ջուր, այնքան որ մթերքը կիսով չափ ջրի մեջ սուզված լինի։ Այսպես, ծածկում ենք կափարիչով, թողնում ենք դդումը փափկի։ Իսկ մինչ այդ ապուրի համար կառաջարկեմ պատրաստենք լավաշով փռնչոր։ Գործենք դնում սիրելի ամանը, վերցնում ենք լավաշի շերտերը, կտրատում ենք քառակուսիների, այնպիսի չափ որ հարմար լինի ուտելը, ըստ նախասիրության։ Եվ լցնում ենք սիրելի ամանի մեջ։ Շերտերը իրարից առանձնացնենք, ցողենք բուսայուղով, և տեղադրում ենք ջեռոցի տապակի վրա։ Ջեռոցի տապակի վրա փռում ենք սիլիկոնե գորգ,
Դնում ենք լավաշի շերտերը, այսպես։ Համեմում ենք Մարանիկ ընկերության ծովի աղով, կարմիր քաղցր և կծու պղպեղներով։ Սա ուղարկում ենք ջեռոց։ Ջեռոցը կմիացնեմ գրիլ եղանակով 200 աստիճան և կթողնենք լավաշի շերտերը կարմրեն։ Անցնենք առաջ, վերցնում ենք հարիչի ամանը, մաքրում ենք ավոկադո, այն յուրահատուկ նրբություն կհաղորդի մեր ապուրին։ Հանում ենք պտղամիսը, կտրատում ենք խորանարդիկների և լցնում հարիչի ամանի մեջ։ Կավելացնեմ նաև կես խնձոր։ Հեռացնում ենք սերնափոփն, կլպում ենք, սայլ ենք կտրատում խորանարդիկների, ավելացնում ենք կոկոսի կաթ 100 մլ. Եվ հարում ենք։ Հարում ենք նաև եփվող մթերքները, այսպես կլցնենք վրան և միասին կհարենք։ Հյուսի վերացելուց հետո բաղադրիչները համտեսենք։ Մոտ 2 րոպե թողնում ենք թող եփվի, պակասում եմ թթվաշությունը։ Դու եկել ես ինչու։
կիտրոն, թռլայեմ, կիտրոն, կես, 1/3 կիտրոնի հյութ ենք ավելացնում, ինչ տեսնենք ինչ վիճակում է, լավաշը հարկավոր է փրկել շատ արագ, իսկ նա թող սառչի, կրակը կարելի է արդեն անջատել, ավելացնում ենք կիտրոնի հյութը, ես կարծում եմ, որ խյուսապուրը ամեն դեպքում հարկավոր է ծամել, օգնության է գալիս պահածոյացված կանաչ ոլորը, եթե ոլորը լինի ապուրում, ստիպված կլինես ծամել, որը շատ կարևոր է, քանի որ ոլորը լցրեցի, կառաջարկեմ մի փոքր էլ եփենք, մոտ 2 րոպե, կավելացնենք ևս 1 կտոր կարագ, մոտ 10 գրամ, այդպես ավելի համեղ կստացվի։ Եվ վերջին բաղադրիչը, որը կառաջարկեմ, դա թարմ կանաչիներից սամիթն է։ Մեկ փոքր փունջ սամիթ, այստեղ թարմ նանա եմ տեսել, չեմ կարող չավելացնել։ Մոտ 3 ցողուն էլ նանա, կօգտագործեմ նանայի միայն տերևները։ Մանրացնենք սամիթի հետ միասին։ Թարմ կանաչին կավելացնենք։ Կրակը կանջատենք։ ԵՒս մեկ անգամ խառնենք, ծածկենք կափարիչով և 5 րոպեից կարելի է մատուցել։ Կմատուցենք լավաշի փռնչորով։ Դդումով խյուսապուր։ Ապուրի համար կաթսայի մեջ բուսայուղ տաքացնել, սոխեր ածանել, համեմել սոդայով, աղով, շաքարավազով, քրքումով։ Ավելացնել օղակաձև կտրատած կարմիր կծու չիլի պղպեղ, միջին չափի կտրատած գազար, քաղցր պղպեղ, դդում, կարագ, ծողիկաձև կտրատած բեկոն, ապխտած պապրիկա, քերած մշկնկույզ, եռացրած ջուր։ Փռնչորի համար լավաշը բաժանել փոքր կտորների, լցնել ամանի մեջ, ցողել բուսայուղով, շարել ջեռոցի նախապես յուղաթուղթ կամ սիլիկոնե գորգ փռած տապակի վրա, համեմել ծովի աղով, աղացած կարմիր քաղցր և կծու պղպեղներով, ուղարկել ջեռոց, 200 աստիճան տաքությամբ ջեռոցում գրիլի եղանակով եփել այնքան, մինչև կարմրեն։ Հարիչի ամանի մեջ լցնել մանր խորանարդիկների կտրատած ավոկադո, խնձոր, կոկոսի կաթ, հարել, լցնել եփվող մթերքի վրա, դրանք նույնպես հարել, ավելացնել կիտրոնի հյութ, կարագ, պահածոյացված կանաչ ոլոր ավելացնել, կտրատած սամիթ և նանայի տերևներ, խառնել, 5 րոպե եփել, մատուցել փռնչորի հետ միասին։ Այս ապուրը բացի այն, որ շատ օգտակար է, նաև շատ համեղ է։ Պատրաստեք և ըմբոշխնեք։ Այսօր էլ այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։